Կարևոր մի բան կա, պետք է նկատի ունենալ, Ձիականովը այնքան անկեղծություն ունեցավ, կյանքի վերջում գրեց հիշողություններ, որը հենց հիմա դրված է Մոսկվայի պետական համալսարանի կայքեջում, MGV կայքում, կոչվում է Վասպամինայնիե հիշողություններ, որտեղ խոստովանում է, որ մի շարք բաներ գրել է պատվերով։ Նույնիսկ գրել է Իստորիա Մեդիայի Մարաստանի պատմություն գիրքը, որի նախաբանում բան է կարդում, որ մազերը բիզբիզ է կանում, ասում է Մարաստանը խաղացել է բացառիկ կարևոր դեր ադրբեջանական ազգի ձևավորման գործում։ Ֆորմիրովание ադրբեջանской նացիի, նույնիսկ народа չի ասում, էլի։ Հիմա տեսեք, այդտեղ ես շատերին որ ասում եմ, չի լինում այդպես, այս մարդը, նայեք 64 թվին տպել է, ծախվել է, իսկ եթե մարդը ծախվում է մի անգամ, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ էլ կարող է ծախվի։ Ասում ենք, չէ, ինչ ես ասում, մանավանդ ես հասկանում եմ, երբ որ մարդու ուսուցիչն է, հոգևոր ուսուցիչը, շատ դժվար է, բայց երբ որ ինքը իր ձեռքով գրեց, եւ հիմա ասում եմ Մոսկվայի պետական համալսարանի կայքում դրած է, կարող եք բացել ինքներդ կարդալ։ Ինքը խոստովանեց, որ պատերազմից հետո Ստալինը փակել էր մեր բաժինը սիոնիզմի մեջ մեղադրելով ընդ որում, որտեղ ինքն էլ հրեական ծագում ուներ, ասում է սոված էինք, եղբայրս եկավ իր ընկերոջ հետ, ասին Ադրբեջանի ակադեմիան պատրաստ է լավ վճարել, որ իրենց պատմությունը հնացնեն, եւ իրենք արել են։ Հիմա տեսեք, արդեն բարոյականության սկզբունքը ջնջվեց։ Դրանից հետո ինքը գրեց Предыстория армянского народа, որ մերոնք ոգևորված անգլերեն թարգմանեցին, հայերի եկվորության տեսությունը, որ համարվում էր Ուրարտուի վերջում է, մի 600 տարի այն կողմ տարավ, բայց էլի հայերը եկվոր են, բայց 12-րդ դարում։ Չնայած դրանից հետո Հայասա կար, իսկ Հայասան 15-13-րդ դարերը։ Երրորդ հազարամյակում մենք ունենք Արմանի թագավորությունը, որը Քրիստոսից առաջ 24-23-րդ դարերում է հիշատակում, իսկ առաջի պետականությունը, որը հենց մեր առաջին է, դրա համար 5000-ամյա եւ 20-ամյա հենց այս պատկերագիրքը ես վերնագրեցի, Արատտա երկիրն է, որ հիշատակվում է Քրիստոսից առաջ 28-27-րդ դարերում, երրորդ հազարամյակի առաջին կես։ Շումերական աղբյուրներում բազմաթիվ տեքստեր կան, իսկ Արատտա, Արարատ, կարծում եմ նույնիսկ մասնագետ լինել պետք չէ հասկանալու համար, որ սարսափել է, որ փաստորեն որոշ գիտնականներ, ովքեր որոշ հեղինակություն ժամանակին ունեցել են, իրենց որոշակի աշխատություններով կարող են ել ավելի խճճել իրավիճակը եւ ազդել։ Քաղաքականը ես կուզենայի ասել ժամանակի մեջ, եթե չենք տեղավորում շատ արագ ասեմ։ Ուրեմն Ուրարտուի պատմությունը շատ ուժեղ ենթարկվել է քաղաքական ճնշման։ Մենք գիտենք հստակ եւ հրատարակվել է նաեւ Պետրովսկու խոստովանությունը, որը նրա շատ այսպես հարգելի հետևորդներից մեր լավագույն գիտնականներից Սիմոն Հմայակյանը հրատարակեց եւ հրատարակվել են մեր գիտնականների ուրիշ տեղեկություններ եւս, որ ժամանակին Ստալինը հրավիրելով հայ գիտնականների ուղղակի բաներ անում, որ այդ ուրարտացիները վայրենի նվաճող բարբարոս դուք հայերդ աշխատավոր նորմալ ժողովուրդ եք, դուք կապ չունեք Ուրարտուի հետ։ Եվ մենք ունենք, որովհետև Ուրարտուի ուսումնասիրությունը սկզբում 10-րդ դարավերջ 20-րդ դարի առաջին տասնամյակներ ամբողջությամբ դա հնդեվրոպական պետություն է համարվում։ Եվ մեկ էլ Պետրովսկին գրում է մի աշխատանք, որ դա ոչ միայն հայկականության հետ կապ չունի, այլ հնդեվրոպական չի։ Որովհետև այսօր էլ նայում եք, ախր այնքան ակնհայտ են Վանի թագավորության դիցարանը, եթե ասենք օրինակ Ժորժ Դյումեզիլ կար հնդեվրոպական դիցաբանության մասնագետ, որ գրեց հնդեվրոպական գերագույն աստվածները, Արմեն Պետրոսյան ունենք, ինքը մի անգամ հետաքրքիր բան ասեց, ասում է, որ այս անունները տայր Դյումեզիլին, ասել մի հատ հնդեվրոպական դիցարան կառուցի, ավելի լավ չէր կառուցի։